Այս ուրբաթ դեկտեմբերի 5-ին ժամը ուղիղ 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանի բացահայտումներով լի հաղորդմանը դիտեք։ Սրանք Մոսկվայում պարբերաբար հանդիպումներ են ունենում, մենք մեր աչքով ենք տեսել եւ ուղղակի այդ հայտնի ռեստորան կա Ասուտա Մադրը Մոսկվայի կենտրոնում, որտեղ որ ես իմ աչքով եմ տեսել, ուղղակի մարդիկ կային, որոնք որ խնդրեցին, որ ոտը համապատասխան տեղից չփոկեմ այդ շագուրիկի, երբ ես նրան տեսա ադրբեջանցիների հետ, որպեսզի չթքեմ նրա դեմքին, բայց ես թքելու եմ նրա եւ նրա հոր դեմքին Երևանում։ Դրա բիջը այն լոխը շուտ Մալաթիայում հանդիպում կազմակերպել ու սեղանը նայում ես ոնց որ Քոչյանի քելեխը լիներ։ Մի 20 հոգի ճարել էր, ընդ էլի շուտ պաշտոներա խոսք տվել, ինչ որ բաներա խափել։ Հեսա պապան գալիս է իշխանության, բան sense կանենք, դու նախարար ես, դու չգիտեմ ինչ ես։ Դուք բոլորը դատվելու եք։ Մալաթիա Սեբաստիանի հարավանության 4 գյուղում այդ տարեցների կենտրոնն է, բայց սնունդը տաներին այնտեղ սեղան դներ, դու էլ չերևայր որ չթքեին այդ տարեցները քո դեմքին, որ ամիսներ շարունակ հերդ աշխատաբանը մարդկանց թոշակը չէր բաժանում։ Արտուր, տեսեք, ես Լևոնիկ Քոչյանին առասարակ պատասխանելու կամ անդանելու կարիք չկա, որովհետև Լևոնիկ Քոչյանը դա շարքային ինչ-որ մի պինգվինը չանց պինգվինը լուրջ կենթանի է, շարքային պատկաբնուշնի կա։ Քոչյան, Ռոբերտի այդ կանգա այդ Բելայա ինչ է, հիմա ինչ-որ մտել լրփի տղա կար, չէ՞, ես ասում եմ սուրբ կինա բան եք ասում։ Այդպես լրփի տղեկ կան, դրանց վախնել է գալու, որ մենք ենթարկենք պատասխանության, իրան ու իր բջերին, բա Բելա, այդ քո քրոջ բջերը այդ հայտնի Լեպեստոկի որդուն 2000-ական թվականին խի են սպանել այդ երիտասարդին։ Մենք ցավում ենք Արցախի համար, բայց սրանք միշտ ուզում են պարակտում մտցնեն, միշտ ուզում են ատելություն մտցնեն իրար հանդեպ, օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ այդ ցամաքային կամ օդային մեր ազգային անվտանգության ներկայացուցիչները պետք է Մետաքսի Հակոբյանի ձեռքից բռնեն թաթիկից եւ ուղղակի ճանապարհեն Հայաստանից դուրս, թող գնա այնտեղ, որտեղ իրան ավելի լավ կընդունեն, որտեղ այդ տիկինը ի տարբերություն ասենք Արցախի նախագահի կամ մյուսի, ովքեր ձայն չեն հանում, ամեն օր արամ, ասենց հայտարարություններով է հանդես գալիս, պարակտում է ուզում։ Հայ լրփի տղա, դու ո՞ր մի արցախցուների հարցրել, ասա ես իրավունք ունեմ, համաձայնեք լուծարեմ մեր պետությունը։ Հիմա այս դիշովկեքին Արտուր մենք ինչ Մետաքսով ընդհանրապես, Մետաքսի անձնական այդպես կյանքը որ պատմեմ, կարող է չգիտեմ, բա դու կարա Արցախում ինչ եք արել։ 100 տանկ եք տվել թշնամուն։ Պարիշեկը սեյվցրած, երևի Շահարման Սամվելի տնեցիկ են Պարիշեկը բանարը, տարե մոյկա լվացել, որ սիուն հազդեն ադրբեջանցի էին։ Ես անգամ գիտեմ, թե կաթողիկոսը ուրա փախնելու մոջահանքներս եւ ինչ հայտարարություններ անելու, դա եւս ես տեղեկություն ունեմ։ Ես նշեմ, որ մոտորես մենք այդ եզրասկիսագողական դրա հետ կապված բացահայտում ենք անելու, թե ինչպես է սա զանգե ինչ որ փողերա գցե, փողերա ստացե մարկանց Զանգե մարդուն գործար մարդուն Էշմիածնից եկեղեցու զանգել են, ասեն չես մտածում որ տաղա ունես։ Երբ ժամանակին բարձրաձայնում ենք, ասում ենք եկեղեցին պետքա մարդկանց մոտ լինի, շփումը ավելի մեծ պետքա լինի մարդկանց հետ։ Մենք տեսնում ենք TikTok-ում սարկավարքը բաթլ էր խաղում եւ իր իդրամի դրամապանակը դրել էր, գրում էր ինձի գումար փոխանցեք։ Մենք տեսել ենք նաեւ որ իդեպ եւ եկեղեցին չզբաղվեց դրանով կեղծ եկեղեցականներ ովքեր սքոսրաներում ծառայություն են մատուցում այսինքն եթե դու պետքա քո մերձավորին թաղեր սքոս ծառայության հետ բանը ասում էր կարող եք մեր տերտերը գա բայց դա իրականում ֆալշիվի տերտեր էր ոչ մի հոգեվորական եկեղեցու հետ կապ չուներ ինչ որ կեղծ լրագրողներ կան տենց ինչ որ ատամ հատիկին հա քաշել են որ բան լինի տենց լրագրող դառնա բայց չի ստացվում մոտները Սուրբ Սարգիս եկեղեցու պատարակը կեղծ պատարակ են ասենք։ Արտուր, տեսեք, գնահատականներ են տալիս, ասենք ես ուղղակի զարմանում եմ, սա ոնց են։ Արդեն ես քիչ եմ անդառնում այդ դժբախտներին, չէ, որովհետև տեսեք, դատական նիստ է։ Ես հիմա որպես օբյեկտիվ ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ ինչ-որ ուղղակի զուտ ուզում եմ հասկանամ, թե սրանք ինչպես են բանականության դեմ պատերազմ հայտարարել։ Ուղեղին սրանք մարտահրավեր են նետել։ Դատավարություն է գնում, արդեն գրում են 18 արդարների գործով դատավարություն։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի հաղորդումը դիտեք այսօր, դեկտեմբերի 5-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը։